Gem u dizgin berdaye Kevser leva Eltgava Nasakna Ltja Բանաստեղծությունը եզդիերեն է, Ֆերիկ գյուղի դպրոցի սովորողն է արտասանում հենց եզդիերենի դասին։ Ashkefa Bandaruka Dkave Dle Mezan Chuga Իրենց ուսուցիչը Ռուստամ Հասոյանը նաև գյուղի վարչական ղեկավարն է։ Միակ ուսուցիչն է, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, շեմը հաղթահարել է 86%-ով։ Գրքերը, որոնցով այժմ դասավանդում են, պետությունը տրամադրում է անվճար։ Մենք հպարտ ենք, որ մենք Հայաստանում ենք ապրում եւ զգում ենք մեզ որպես լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու նաև ըստ որպես ազգային փոքրամասնություն դասավանդում ենք նաև մեր մայրենի լեզու եւ գրականություն։ Դեռ 2007-ից դասավանդող ուսուցիչը կարծում է, եզդիներն իրենց մայրենի լեզուն պարտադիր պետք է իմանան։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, մենք մեր մայրենի լեզվով, եզդիներեն լեզվով չունենք բարձրագույն ինչ-որ հաստատություններ, որ բայց երեխեքը պարտադիր պետք է իմանան իրանց մայրենի լեզուն, իրանց հետի շատ օգուտ է տալիս։ Ամոթել ասենք մարդ իր մայր լեզուն չիմանա, չկարողանա էլի գրել կարդալ։ Սա արդեն բարձրդասանցու կարծիքն է։ Այդ դասընթացները տեղի են ունենում մեր դպրոցում, ավելի շատ բաներ ենք իմանում, թե այն ժամանակներում մենք ինչ պատմություններ ենք ունեցել, մեր նախնիները ինչպես են ձևավորվել, ինչպես են եկել։ Դպրոցն 9-ամյա էր, ավարտելուց հետո աշակերտները հիմնականում իրենց կրթությունը չէին շարունակում, Հարևան գյուղի դպրոց գնալն անհարմար էր։ Երեխաները ուսումը կիսատ էր մնում, իսկ մենք գիտենք, որ հանրակրթության կարևորագույն կետերից է 12-ամյա պարտադիր կրթությունը։ 24 թվականին դիմեցինք մարզպետարան եւ մեր կրթության վարչության օգնությամբ դիմեցինք նախարարություն, որպեսզի դպրոցը դառնա միջնակարգ, իսկ 2024 թվականի հոկտեմբերին արդեն կառավարության որոշում եղավ եւ դպրոցը դարձավ միջնակարգ։ Հիմա արդեն աշակերտներն իրենց կրթությունը շարունակում են 10, 11, 12-րդ դասարաններում։ Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի, նրանց մշակույթի ուսուցումը պետության պարտավորությունն է։ Կրթական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցնում է, այդ ամենի պատշաճ ապահովումը իրենց ուշադրության կենտրոնում է։ Նոր չափորոշի ներդրման շրջանակում մենք ունենք դպրոցական բաղադրիչից հնարավորություն տրամադրելու իրենց մայրենի լեզվի ուսուցմանը եւ կա կարգավորում, որի համաձայն գիտենք, որ մեր բոլոր դպրոցներում երեխաները առնվազն 2 օտար լեզու են սովորում, ազգային փոքրամասնությունների պարագայում իրենք կարող են ուսումնասիրել 1 օտար լեզու եւ փոխարենը այդ ժամերը հատկացնել իրենց մայրենի լեզվի ուսումնասիրությանը։ Այն դպրոցներում էլ, որտեղ նույն դասարանում հայեր են սովորում, լեզվի ուսուցումը կարող է իրականացվել խմբակի ձևով։ Դասավանդողների խնդիր կա, փոխնախարարն է ընդգծում։ Կրթության մասին օրենքի պահանջ է, որպեսզի ուսուցիչ աշխատող մարդը ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն եւ օրինակ եզդիերենի դասավանդման հետ կապված մենք լրջագույն խնդիր ունեինք, երբ երեխաների իրավունքը իրացնելու հետ կապված խնդիր կար, որովհետեւ չկային բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող համապատասխան ուսուցիչներ, այդ խնդիրը լուծելու համար մենք խմբակավարներին միայն ազգային փոքրամասնությունների դեպքում թույլ ենք տվել, որ բարձրագույն կրթություն, մասնագիտական մանկավարժական կրթություն չունենան։ Այդ ուսուցիչներն ունեն կամավոր ատեստավորման հնարավորություն եւ հաղթահարելու դեպքում կարող են որպես առարկա եւս դասավանդել։ Եզդիներն ազգային փոքրամասնություններից ամենամեծաթիվն են, իսկ ընդհանուր առմամբ տարբեր ազգության 4593 երեխա է սովորում հանրապետության շուրջ 500 դպրոցներում։ Ալաբիտ մնախլիթա մնդիլիտ Երևանի Պուշկինի դպրոցն է, այստեղ աշակերտները նաև ասորերեն են սովորում։ Ասորի այս աշակերտն իր մայրենի լեզուն չգիտեր, նոր են սկսել սովորել, թվերն օրինակ արդեն գիտեն։ Խա, թրե, թլա, արպա, խամշա, ըշտա, շովատ, մենյա, ածա, ասրա։ Ուսուցչուհի Վերա Ավչյանը եւս ասորի է։ Մենք դասարանում տվյալ ունենք 2 ասորի, բայց ունենք խառնուրդներ, որ մայրն ասորի, հայրը հայ, այդտենց երեխաներ շատ ունենք։ 3-4 դասարաններում երեխաները այս գրքով են սովորում, սովորական գրքի է նման, միայն թե հակառակ կողմից է բացվում։ Աչից ձախ ենք կարդում, տառերը 22 տառ ունենք ասորերենում, նրանք բոլորը բաղաձայն տառեր են, չունենք ձայնավոր հնչյունները, մեր նշաններով են, որոնք կոչվում են սկափը, զլամա, նշանը։ Ուսուցչուհին պատմում է, սովորելը թեև փոքր-ինչ դժվար, բայց երեխաների համար շատ հետաքրքիր է։ Ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տարաբնույթ միջոցառումներ եւս կազմակերպվում են։ Նախորդ տարի շատ հետաքրքիր մի միջոցառում ունեինք, որի շրջանակում հանրապետության բոլոր դպրոցները
ազգային փոքրամասնությունների մշակույթն ու ժառանգությունն էին ուսումնասիրել, դպրոցականները տարբեր պարեր էին բեմադրել, տարբեր ժառանգությանը վերաբերող տարբեր ավանդույթներ էին ուսումնասիրել եւ ներկայացրել իրենց նախագծային աշխատանքների շրջանակում։ Մենք ընտրել էինք լավագույններին եւ բավական հետաքրքիր էքսպո ունեցանք Սունդուկյանի թատրոնում։ Դպրոցական կրթությունից բացի խթանում են բարձրագույն կրթական հաստատություններում ներգրավվածությունը։ Օրինակ բարձրագույն կրթության շրջանակում քվոտայով առանձին տեղեր են հատկացվում նաեւ ազգային փոքրամասնությունների դիմորդներին։ Առանձին քննարկվում է հատկապես աղջիկների ներգրավվածությունը բուհերում։ Ըստ Արաքսիա Սվաջյանի այժմ էլ կա որոշակի դրական տեղաշարժ։ Էմմա Վարդանյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։